Նախասեմ, որ պարոն Սիմոնյանը, Ալեն Սիմոնյանը, ոտից գլուխ ստում է, ճիշտ չի ասում, հարց մեկ, եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու է ես գնում Factor TV և ինքս հայտարարում, որ ինքս սառեցրում եմ իրենց հետ գործնեությունը։ Դե չեն համաձայնել դրա համար։ Ոչ, ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել, հեռացրել եմ, և հետո մի փոքրիկ բան, որ միջև հիմա չեմ բացել, չեմ ասել։ Որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել են ամերիկաները և աստրախանները։ Ինչքան հեռու, իրենք փորձել են իմ տղայի և իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը։ Սա երկրորդ։ Երրորդ, այնպիսի մի անհասկանալի անիմաստ բան է ասում, թե ոչինչ դուք ձեր թոշակը կստանաք։ Նախ ես այդ թոշակի կարիքը չունեմ, որովհետև ապահովված մարդ եմ մինչ այդ և փառք Աստծո ես 56 տարի աշխատել եմ այս երկրում, իմ հայրենիքում, և այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ գտնվում, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար։ Պարոն Ասլյան, տեսեք, դուք իրենց թիմից էիք, բերեցիք իշխանության, գովում եք, հիմա բարոյական է ասել։ Կներեք, ես ձեզ դրան հարց եմ ուզում տալ։ Ինչու եք այդպես մոտենում։ Դուք ձեր կյանքում բոլոր այն մարդկանց, որ ճանաչել եք, մշտապես նույն վերաբերմունք է, մի րոպե, կներեք, ես էլ դա եմ ձեզ ասում, ձեր ամբողջ կյանքում չի եղել մարդիկ, ում հետ լավ եք եղել և այլն, ի վերջո այդ մարդկանց հետ ձեր հարաբերությունները դադարեցրել եք, չի եղել, որևէ մեկը կա, որ կարող է ասել, որ այն մարդկանց, որոնց ինքը ճանաչել է ամենասկզբից, մինչև կյանքի վերջ այդ մարդիկ մնացել են իր կողքեր։ Մի րոպե, հիմա շարունակեմ։ Ես Նիկոլ Փաշինյանին իշխանության չեմ բերել։ Իրենք ինձ հրավերել են, եթե դուք նայեք այսպես ժամանակագրությունը, ապա դուք կտեսնեք, որ իրենք են ինձ հրավիրել իրենց մոտ, որովհետև այն ժամանակ, ելքի ժամանակ, դեռ սկզբից, երբ որ իրենք և կադրային սով ունեին, և մնացած մեծ, այսպես, որպեսզի իրենց Ինչով օգտակար կլինեիք նրանց, որ այդպես շահագրգռված էին, որ ձեզ տանային իրենց։ Իմ անցած կյանքով, կներեք, մի փոքրիկ օրինակ բերեմ, օրինակ, ասենք 21 թվականին թող իրենք հիշեն, թե 21 թվականին Գյումրիի կամ այն վերևներում ելույթերի ժամանակ, ընտրություններից առաջ, ինչպես էր Սուրեն Պապիկյանն ասում, իսկ այժմ ելույթ կունենա Արցախյան 3 պատերազմի մասնակից, վերջին պատերազմում ծանր վիրավորված Հակոբ Ասլանյանը։ Նրանք փորձեցին և օգտագործեցին այդ բանը, որովհետև ինչպես գիտեք ինչ կա, երբ ինձ խնդրեցին, առաջարկեցին, որ ես իրենց հետ լինեմ, քանի որ իրավիճակը այդ ժամանակահատվածում այնպիսին էր, որ և իմ և շատ շատերի մտքում միայն մի բան կար, բոլոր ճանապարհներով հեռացնել Սերժ Սարգսյանին, չէ, և շարժումը գնում էր այսպես, քայլ արա, մերժիր Սերժին։ Ես մի առիթով մի բան եմ ասել, հետագայում իհարկե, մի հետաքրքիր բան, օրինակ ես ասի, գիտեք, երբ որ ինձ ասեցին, ինչու դուք հանկարծ նաև այսպես եք խոսում, ես ասեցի հետևյալը, սիրելիներս, դուք երբևէ մտածել եք, ինչու ամենասկզբում ասվում էր քայլ արա, մերժիր Սերժին, չէր ասվում քայլ արա, մերժիր Սերժին,
ընտրուր Նիկոլին։ Եթե այդպես ասվեր, գիտեք ինչ կլիներ։ Շատ ու շատ մարդիկ հենց այն ժամանակ չէին ընտրի Նիկոլին եւ չէր ստացվի այն ինչա կար։ Հենց սկզբից էր խապկանքը դրված։